Հուլիս 25 Վարդան Վարդանյան VV Talks ուրեմն Իրան ռմբակոծելուց մի օր հետո Թրամփը հայտարարեց, որ ամեն ինչ շատ լավ անցավ, ամեն ինչ ոչնչացված է, այնտեղ բան չի մնացել այլևս, միջուկային զենք չեսկի, ուրանիում չեն կարող հարստացնել եւ այլ եւ այլ, այսինքն միանգամից հայտարարեց, որ ինքը կարծես 100% գիտի ինչ եղավ։ Պրոբլեմը էր, որ հաջորդ օրը DIA-ը Defense Intelligence Agency-ն, այսինքն ռազմական հետախուզությունը դուրս եկավ իր նախնական ուրեմն assessment-ով եւ ասաց, որ այդքան էլ 100% չենք ոչնչացրել ամեն ինչ, երևի 4-ից 6 ամսով կուշացնենք Իրանի ռումբի ստեղծման ծրագիրը կամ ընդհանրապես իրենց այդ միջուկային զենքի ծրագիրը հազիվ մի քանի ամսով ուշանա։ Թրամփին դա բոլորովին դուր չեկավ, քանի որ հակասում էր իր ասացին, հայտարարեց, որ նրանք չգիտեն ինչ են խոսում, եւ երբ որ ճիշտ ռիպորտը կունենան, այն ժամանակ թող խոսան։ Դուր չի գալիս իրեն։ Հայտարարեց ուրիշ բան, որ ինքը արդեն զինադադար է կարողացել ստիպի երկու կողմերին, Իսրայելին եւ Պարսկաստանին, եւ զինադադարը շուտով կսկսվի, շուտով ասելով 12 ժամից թե ինչ։ Իսրայելը բոլորովին նպատակ չուներ Եթրոպային կանգնելու, շարունակում էր ռմբակոծել Իրանը անընդհատ, որը ջղանացրեց հենց Թրամփին։ Թրամփի պատասխանը այն եղավ, որ սա ինչ խայտարակություն է, ով ատենց բանանում, երբ որ դու բանակցում ես զինադադար, պետք է կանգնես եւ այլ։ Անցավ գործը մինչև հասավ արդեն մոտ մնացել էր 6 ժամ զինադադարի հետ սկսելուն, ավելի ջղանացած Իսրայելի վրա ասաց, որ հա երկուսին էլ չեմ սիրում այս րոպեին, բայց Իսրայելը շատ սխալ է անում, որ խփում է, ով ատենց բանանում, հենց հիմա կանգնացրու բոլոր ռմբակոծումները։ Այդ օթանավները դել որ արդեն օթուի մեջ են, դրանց հետ կանչ։ Ստեվուտին ինչ որ բան աշխատեց, գոնե իր ասելով, եւ ռմբակոծումը դադարեցեցին։ Վերջի հայտարարությունը այն էր երկու կողմերից, որ եթե մյուս կողմը չկրակի, մենք էլ չենք կրակի։ Այսքան։ Պարզը որ իրեն պետք է որ շտաբ խաղաղություն լինի, ինչ որ մի փաստաթուղթ ստորագրվի, որ ինքը ասի, որ ես արեցի, կարողացա հասնեմ այսպիսի մի բանի։ Իրապես թեզը, որ ինքը հասնում է մի բանի, որ ոչ ոք չի կարողացել անել իրենից առաջ 30 տարի խաղաղություն չի եղել եւ այլ, ինքը ամենտեղ կրկնում է։ Երեք Թրամփը եկավ Ներդելանդներ ՆԱՏՕ-ի համաժողովին եւ այսօր արդեն մոտ մի 10 րոպե առաջ վերջացավ, ժամ առաջ բանը ժուրնալիստներին տվեց իր ասուլիսը, որի սկզբում ինքը հայտարարեց, որ ինչքան մեծ գործ է ինքը արել նրանով, որ ստիպել է ՆԱՏՕ-ի անդամներին, որոնք ամեն մեկը իր ներմուծումը ՆԱՏՕ-ի բյուջեին, այսպես ասենք, ընդհանուր իրենց պաշտպանության վրա են ծախսելու, ոչ թե ՆԱՏՕ-ին են տալիս այդ փողը, ամեն մի երկիր պայմանավորություն կար, որ իր համախառն ընդհանուր արտադրության 2%-ը պետք է պաշտպանության վրա ծախսի, դա չէին անում, բոլորս հասկանում ենք, որ իրենք բոլորը այդ ժամանակ, ոնց ասում են, տարիներով, տասնամյակներով Ամերիկայի հյուսին նստած են եւ այդ մի քիչ տզուրկի նման sense բան եւ ինքը Թրամփը չի ամաչում այդ բառը ասի ասում է, որ դուք ձրիակերներ եք եւ մեր վրա եք դրել հույսը, մենք ենք վճարում, դա բոլորովին արդար չի, դուք պետք է ձեզ համար պաշտպանության համար վճարեք, եթե չվճարեք, մենք ձեզ չենք կապաշտպանի, այդ 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի եւ այլն չի աշխատի ձեր ինչ ասել է Այսօր հայտարարեց, որ արդեն ամեն ինչ լավ է, երկրները սկսել են վճարել ավելի, այսինքն իրենց պետական բյուջեի մեջ պաշտպանական ուրեմն ծախսերը բարձրացնում են մինչև առնվազն 2%, շատերը նույնիսկ 3, 4 եւ նույնիսկ 5%, իհարկե դրանք որոնք մոտ են Ռուսաստանին, Լեհաստանին, դրանք 5 են ծախսում, իսկ դրանք որ հեռու են, մի քիչ ավելի պակաս են ծախսում։ Ամենաշատը ջղանացած էր ինքը Իսպանիայի վրա, որտեղ Իսպանիան 2% էլ չի ուզում ծախսի, ինքը փորձեց համոզել չստացվեց, ինքը ասաց այսօր որ եթե չվճարեն, այսինքն իրենց
ռազմական պաշտպանության վրա ծախսը չմեծացնեն մինչև իրենց ուրեմն GDP 2%-ը գոնե ես այնպես կանեմ, որ այդ փողը կհանեմ իրենցից կրկնակին առևտրական հարցերում, այսինքն տարիֆներով եւ այլն, հա։ Մի խոսքով սա իր մոտեցումն է դրա մասին, բայց շատ հպարտացավ, որ ՀԱԿ-ին, այսինքն ընդհանուր հաշվով տարին մոտ $1 տրիլիոն ավել է ծախսվելու պաշտպանության վրա ՆԱՏՕ-ի երկրներում, դա նշանակում է ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կլինի, հետևաբար ինքը հասավ այդ նպատակին։ Սա իր բանն էր։ Ինչպես գիտեք, Պարսկաստանի արտգործնախարարը գնաց Պուտինի մոտ, որպեսզի իրեն ուրեմն հետ խոսի, տեսնի ինչ օգնություն կարող են ստանալ, չմոռանանք, որ իրենք այսօր ասելով վերջերս կնքել էին ստրատեգիական partnership կոչված ինչ-որ պայմանագիր, չգիտեմ ինչ եւ այլ, ոչ ման չստացավ։ Պուտինին ոչ մի զենք չտվեց, եւ կարծիքային է, որ նախ չուրի, որ տա, բայց ամենակարևորը Պուտինը չտվեց, որտեղ չի ուզում ջղանացնի ավելի շատ Թրամփին։ Թրամփ արդեն շատ դժգոհ, շատ ուրախ չի Պուտինի արածներով եւ դրա մասին նշեց այսօրվա հենց պրես կոնֆերանսի մեջ, որ հարց տվեցին, ասեց այո, ես շատ դժգոհ եմ, ես զարմացած եմ ինչի էսպես չեղավ, իրեն հարց էսպես դրեցին, դու ժամանակին ասում էր, որ հենց կգամ մի օրում խաղաղություն կհաստատեմ, դե դա երևի մի քիչ չափազանցած է ասում, ինքը իսկույն ասեց, դե իհարկե, դե սարկազմով է ասում բանի բան, ասեց, բայց արդեն 5 ամսից ավել եղավ, ինչ եղավ, դե որովհետեւ դժվար է Պուտինը այդքան չի ուզում, խոսքով այստեղ մի հատ էլ նշեց, որ Զելենսկին էլ այդքան հեշտ չէր, դե դուք գիտեք դրա մասին, բայց Պուտինը շատ դժվար դուրս եկավ, այսպես բաներ արեց, բայց պիտի կարողանա այս հարցը լուծի։ Պուտինը ինձ զանգնվեց, որ ես ինչպես կարող եմ միջնորդեմ Պարսկաստանի Իսրայելի միջև, ասում է Թրամփ ասեց, որ ես իրեն ասեցի դուք մի հատ քո Ռուսաստանի հարցում միջնորդի, Ուկրաինայի հարցում, դու ինձ պետք չունես խառնվես։ Խոսքով էլ բանին ոնց որ Պուտինի կատմամբ իր դիրքորոշումը ցույց տվեց, որ բան էր առաջ ավելի ջերմ էր, չէ՞ միշտ այսպես եղավ։ Ուրիշ հարցերից որ խոսքը գնաց, էլի ես Պարսկաստանի այս անգամ պատասխանը ամերիկյան ռմբակոծություններին էր, ինչպես ասել է արդեն, իրենք պիտի մի բան անեին եւ զգուշացրել էին, որ հարձակվելու են Կատարի ավիաբազայի վրա ռմբակոծելու են, այնտեղ մեկը ասել էր, որ որտեվ Ամերիկան ընդհանուր առմամբ ինչ-որ 75 ռումբ էր գցել, թե հրթիռ էր գցել, այն մեծերից բացի, մեծերը 14 հատ էին, 7 B2 օդանավներով, ամեն մեկը 2 ռումբ էր տարել, 14 հատ էր, եւ ասացին, որ 75 հատ էլ ինքն է կրակել, ես այդպես էլ ասեցի երեք, այսօր Թրամփ ուրիշ բան ասեց, իրենք կրակել են 14 հատ հրթիռ Կատարի ամերիկյան ավիաբազայի վրա, բայց երկու բան այստեղ կարևոր է։ Թրամփի խոսքերն եմ ասում, զանգեցին, ասեցին ժամը 1-ին, որ կրակենք կեսօրից հետո, հարմար է։ Ասում եմ եկել ասեցին հարմար է ժամը 1-ին։ Ու իհարկե պատրաստված էինք, այնտեղ ոչ մեկը չկար, բացի մեր հակաօդային պաշտպանությունը։ Այնքը դրանց գաներ ասեց։ Ասում է 14 հրթիռն էլ օդում խփեցինք եւ ոչինչ չգավ մեր բազայի վրա։ Համար չունենք ոչ մի կորուստներ, նույնիսկ նյութական։ Սա այսօրվա իր պրես կոնֆերանսի հայտարարությունն էր։ Ինքը շատ գոհ էր իհարկե այս իրավիճակից, այն հանգամանքից, որ զգուշացրել էին, նույնիսկ հարցրել էին, որ ժամին կարելի է խփենք, ուրեմն լավ է ամեն ինչ։ Հարցերից մեկը տրվեց իրեն, որ արդյոք դու ինչ է ու հիմա արդեն թույլատնելու ես տնտեսական անճշումը Պարսկաստանի նկատմամբ օրինակ նավթի առևտրի հարցում կամ ուրիշ բաների հարցում ասեց թե ինչ եք ուզում արդեն կռիվը կռվեցին շատ քաջ կերպով կռվեցին Իրանի զինվորները արդեն վերջացավ հիմա արդեն ու պատտացրեց նրա վրա որ կռիվը վերջացել է ել չենք խոսում դրա մասին Այսինքն ինքը գիտեք ոնց է ուղղակի պատասխան չտվեց թե տնտեսական բանը ոչինչ չի փոխվելու, բայց այնց արագ ասեց անցավ առաջ։ Հետաքրքիր եզրակացություն էր, բայց որ ինքը իր տեսակետը մի քիչ փոխել է արդեն եւ մտածում եմ պետք է շուտ Իրանի հետ հարցերը լավացնել։
Անընդհատ իհարկե բոլոր գիտեք լրագրողներին մի հարցին պատասխանում ես, կարծես իրանք երկրորդ նույն ձևը տարբեր ձևի են հարցը տալիս, որպեսզի հասկանան դու իսկապես դու որտեղ ես այդ հարցի վերաբերյալ, դա որ իրեն մի քիչ չղանացնում է, բայց սովորական բան է, այտենց էլ պիտի լինի, նորից վերադարձան, արդյոք իսկապես այդ միջուկային այդ գործարանները ոչնչացած են, թե չէ, ինքը հաստատում է, որ այո ոչնչացած են, այնտեղ լրիվ տակը պայթել է, փլուզվել է, այնտեղ տոննաներով, միլիոնավոր տոննաներով բետոն, գրանիտ ու ինչ-որ երկաթ, պողպատ, ամեն ինչ լցված է, այնտեղ ոչ ոք չի կարող մտնի, տեսնի ինչ է լինում, լրիվ փակել ենք, ամեն ինչ արել ենք։ Չեմ հարցադառնում, դա ոնց իմացար։ Այո, տեղի վրա ենք արդեն նայել ենք բան եւ այն։ Տեղի վրա ոչ մի ամերիկացի չի գնացել պարզա, հիմա հետախուզական տվյալներով երևի ինչ-որ բան գիտեն, բայց ինքը 100% վստահ է դրա մասին, որ տենց է։ Հիմա չգիտենք իսկապես ինչ է, բայց Թրամփն է։ Վերադառնալով նորից երկրորդ հարց Ուկրաինայից, Patriot այդ հակաօդային հրթիռներ ծախելու է Ուկրաինային թե չէ, չասեց չէ։ Ասեց, որ պիտի նայենք, թե ինչպես կարող ենք որոշ հրթիռներ տալ Ուկրաինային։ Մենք էլ պետք ունենք, շատ չենք կարող տալ, բայց տեսնենք ինչպես պիտի հատնանք։ Սա իրականում, եթե ճիշտ էր ասում, առաջ խաղացում է հսկայական այն իմաստով, որ այս Patriot-ները շատ թանկ արժեն, այսպես չի, որ միջտեղից կարող է սենց տաս։ Մանավանդ վերջի տեսակը, իրեն բոլոր բաներով։ Հարցեցին իսկ քո են, որ ասել է իր չեմ պաշտպանի 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի եւ այլն definition-ի հարցեր քո մոտ, այսինքն ոնց էս բանաձևում ասում, թե ինչ է նշանակում այդ հոդվածը եւ դուք պաշտպանել ինչ է նշանակում եւ այլն։ Դրա մասին ինչ է փոխել ես, հիմա դու խոստացել ես, որ մեզ կասես քո հասկացողությամբ դա ինչ է նշանակում։ Խոսած մոտավորապես մի 2 րոպե, 3 րոպե եւ ասեց համը ոչ մի բան։ Այսինքն ուրիշ բաներից խոսած ամեն ինչ ասեց, բացի ինչ որ պիտի ասեր։ Կարևորը դա չի, կարևորը որ ամփոփելու համար ՆԱՏՕ-ում իր նկատմամբ հարաբերությունները մի քիչ փոխվում են, այն իմաստով որ սկսել են ծախսել։ Ֆինլանդիայից մեկը հարց տվեց, Ֆինլանդիայի ուրեմն վարչապետի հանդիպումը ինչպես էր եւ ինչ բաների հասակ, ասեց շատ լավ էր, լավ գոլֆ խաղում ես կոմենկոմ եւ ամենակարևորը ես Ֆինլանդիայից ուզում եմ առնեմ սարսահատ նավեր, icebreakers։ Դուք լավ ուսած գովալ լավ սարսահատներ եք սարքում, ձեր նմանը չկա աշխարհում եւ այլ, մի հատը ունեք, այդ ուզում եմ, ասում իր ուզած գնից Ֆինլանդիայի 1/3-ն եմ իրան առաջարկել։ Ես ասում եմ լավ դիլ եմ ուզում։ Այսինքն գնի 1/3-ով ուզում առնի, դե ասում եմ բանակցենք, կտեսնենք ինչ կլինի, բայց իմացեք, որ ես ավելի եմ առնելու, այսինքն հիմա քանակի վրա են գրում, ոնց որ ասես Թոմարի դու։ Բայց սենց բան էր, մի խոսքով որոշել է, որ այդ էլ հուշում նրա մասին, որ ինքը Հյուսային օվկիանոսը համարում է ստրատեգիական ուրեմն տերիտորիա եւ դրա նշանակումը, որ պիտի կարողանաս այնտեղ աշխատես, դրա համար պետք է նաեւ այս icebreaker-ները, որպեսզի կարողանաս այնտեղ կոնավերը շարժվեն։ Ամերիկան չունի այդքան, ճիշտ ասած, այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում 4 հատ ունի, ինչ ունի, այդքան շատ չի։ Խոսքով փող է ծախսելու այդ ուղղությամբ։ Իսպանիայից դժգոհ չի, Ուկրաինային Patriot-ը տալու Պուտինին շատ դժգոհ է, որտեղ ոչինչ չի անում, իր ուզածը չի լինում եւ այլն, ՆԱՏՕ-ն ավելի շատ է ծախսում։ Եվ Պարսկաստանի այդ ամեն ինչ վերջացած է, կռիվ չկա, էլ չենք ուզում իրարից ոչ մի բան, դուք էլ երկու երեխեք իրար հետ լավ եղեք եւ չխառնվեք, չկռվեք։ Դա էլ ասեմ ՆԱՏՕ-ի բանը, իրան դադի էր ասել, պապոցածս պապա, այդ ինչա նշանակում, դու իրանց նայում ես որպես երեխա, ինքը ասաց, չէ, ինքը լավ ձևով ասեց, մի խոսքով տեղ մի չկատակի գնացին ուրախացան։ Այսօրվա վերջի էսենց ասենք իրադարձությունները Իրանի, Իսրայելի շատ հետաքրքիր էր, որ այստեղ Իսրայելի
դեմ իր ցույց տված քիչ ասենք ջղաձգություններ են օրը հանգեցին նրան, որ անունը նույնիսկ չուզեց տալ այսօր Պուտինից նույն բանը եւ ինչ որ մնացած երկրների հետ ամեն ինչ շատ լավ է, եղբայրությունը, հեսաբոցս ամեն ինչ լավ է լինելու։ Տեսնենք ինչ հետևանք կունենա, ինչ բաներով կգնա այս ամբողջը։ Vivi Talks